Արուհի։ Զարուհի, դու Ծառուկյանի մասին լսել ես։ Հարց եմ տալի քեզ, լսել ես։ Ծառուկյանի։ Ծառուկյանը, որ 2020 թվականին հավաքեց խորհրդի նիստ հրավիրեց ու հայտարարեց ժողովուրդ, այսօր 4 ամիս է մնացել, որ մենք խնդիրներ ենք ունենալու, զոհեր ենք տալու, Ղարաբաղը հանձնելու ենք։ Միակ առաջինը Ծառուկյանն ասել, ոչ դուք հաշվարակ լրագրողներով, ոչ ժողովուրդը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ պետությունը։ Հիմա չեք վախենում, ձեզ թիրախավորեն։ Ախ դու անկապ, Զարուհի, անկապ հարց ես տալի։ Վախեցող մարդը գնաց մինչև վերջ ասեց, դատարանից էլ դուր գնաց չեմ գնացել դատարան, գնացել եմ անվտանգության շենքի մոտ, ասեմ դռները բացեք, եկել եմ, եթե ինձ պետք է ձերբակալեք։ Ես ինչ որ ասեմ, ու ես ասել եմ հունիսին, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբերին եղել է պատերազմը։ Դե տեղակ չես դու։ Պարոն Ծառուկյան, Տեղակ չես։ խնդրում եմ ասեք, դուք ասում եք Ռոբերտ Քոչարյանին կոալիցիա ձևավորելու համար ձեր ձայները, եթե անցնեք խորհրդան չեք տա։ Եթե Քոչարյանը եթե Քոչարյանը տեխնացիոնը վարչապետի, եթե հարցը լինի, որ Քոչարյանը հիմա կբացատրեք ինչու, որովհետև կարելի է հարցս վերջացնել։ Որովհետև ձեր հարստության, այսպես ասած, ոսկե տարիները հենց Քոչարյանի իշխանության օրոք եղել։ Ձեր թիմում շատ մարդիկ կան, որոնք Քոչարյանի հետ նախորդ դաշինքից են եկել։ Ձեր անունը շատ երկար տարիներ Քոչարյանի հետ են կապել։ Եվ մարտի 1-ից հետո եւ նրա իշխանության հեռանալուց հետո դուք նրա, այսպես ասած, գլխավոր հենարաններից մեկն եք շարունակել համարել։ Ձեր անունը միշտ կապվել է նրա հետ։ Աղջիկյան, դուք եք կապում։ Ներողություն, ասեմ, սա ինչն է խնդիրը, հիմա չեք ուզում Քոչարյանի ղեկավարած ժամանակ։ Խնդրում եմ իշխանության դեպքում, այսօրվա իշխանության ինչու նրան չեք։ Քոչարյանի իշխանության ժամանակ հարաբերություն եղել է, եղբայր իմ գործընկերն է եղել, բայց երբեք Ծառուկյանը ոչ մի բան թույլ չտվի օգտվելով առիթից կան հարկայինի նախարարներ իրավորող կարած հարցնես, որ եթե ստուգում ա եղել, ոչ մի բան ճիշտ չեղե, ես ասեմ կրկնակի վճարենք, հանկարծ ինքը չիմանա։ Ու ինքը այն մարդը չի, որ թույլ տար կամ եսին ոչ մի արտոնություն արժանի։ Ծառուկյանը 0-ից սկսած կա, ոնց եմ 3000 ռուբլի նվաստակել, ինչ եմ արել, ինչով եմ զբաղել, որ այդ դարել է 100,000, որը սունկ եմ աճեցրել, 500 քառակուսի, կիլոն 12,000 ռուբլի վաճառել եմ եւ առաջի պարտեզից ստացել եմ 100,000 ռուբլի, անմիջապես բացել եմ 4 ծնկանոց, ստացել եմ 400,000, դրանց դրել եմ օղարտադրություն, կալգոտքի արտադրություն, կոշկի արտադրություն, զարգացել եմ, իմ ճակատը բարձա, մաքուր եմ, արդար եմ, քրտինքով ստեղծած, ոչ մի հարամ բան չունեմ, չեմ արել։ Լավ, հիմա ինչու չեք ուզում նրան ձայն, ինքը, ներողություն ասեմ, այսօր լիարժեք ինքը, ինչ որ պետք է Ղարաբաղը ստեղել, արդեն ժողովուրդը տես, իվետայնխի չեմ գրել առաջիկինը, մարդիկ հոգնել են, հարկա նորություն, նորը պետք է լինի, ինչ? Խնդրում եմ էլի պարոն Ծառուկյանին հարց։ Ես պատասխանեցի Չէ, ինչն է խնդիրը, այսինքն ինքը իր արել է, արդեն թող ինքը հանգստանա, նոր դեմքեր լինեն, նոր մոտեցում լինեն։ Կարապետյանի դեպքում օրինակ Մակացուն